Ուրախ եմ բոլորիդ տեսնելու, եկեք զբաղեցնենք մեր տեղերը, Աստված օրհնի շատ։ Հույսով եմ լավ եք։ Եթե լավ չեք, ասեմ ոնց կարաք լավ լինեք։ Հիսուսի հետ։ Հիսուսի հետ չի կարող վատ լինի, հնարավոր չի։ Ամեն։ Որտեվ գիտեք, վատը մենակ լինում է այնտեղ, որտեղ սատանան կարող է ներխուժի։ Վատը մենակ սատանայից է, դա միշտ հիշեք, միշտ իմացեք։ Ինչքան վատ բան կա, սատանայից է։ Ինչքան հանցագործություն կա, սատանայից է։ Ինչքան վատ տրամադրություն կա, սատանայից է։ Ինչքան անեծքներ կա, սատանայից է։ Միշտ իմացեք, թող աշխարհը իմանա, որովհետև այսօր սատանան սուտ է խոսում աշխարհում, երբ որ վատ մի բան է պատահում, միանգամից մարդիկ ասում են Աստված ուր է։ Գիտեք, իմացեք, որ սատանայից է։ Եվ սատանան կոչված է այս աշխարհի իշխան։ Եվ ինքը, որ կոչված է իշխան, դա ինչ է նշանակում, որ նա իշխանություն ունի իր գործերը անելու։ Եվ սատանայի գործերը մենք գիտենք, որ դրանք վատն են, դրանք չեն կարա լավը լինեն։ Okay? Աստված օրհնի բոլորիդ։ Դրա համար, որպեսզի սատանայի գործերը կանգնի մեր կյանքում, չշարունակվի, տեղ չունենա մեր կյանքի վրա, մեր ընտանիքների վրա, նախ առաջինը մեր սրտերի մեջ սուտը չլինի, դրա համար մեզ պետք է Հիսուսի հետ ապրենք։ Հիսուս։ Գիտեք, երբ որ խոսում ենք, երբ որ գալիս է Հիսուսը, կրոնը լռում է։ Սիստեմները կանգնում են։ Ինչ որ տարբեր ուղղությունները հարևմանության, տարբեր քրիստոնեական ճյուղերը, բոլորը այսպես կանգնում, իջնում, խոնարհվում են, երբ որ Հիսուսն է գալիս։ Երբ որ քո սիրտը տեսնում է Հիսուսի, երբ որ քո սիրտը հանդիպում է Հիսուսի հետ։ Եկեք լինենք այդ քրիստոնյան, okay? Աստված օրհնի բոլորիդ։ Շատ հաճախ մենք աղոթում ենք, խնդրում ենք, օրհնություններ ենք խնդրում Աստծուց, չէ՞։ Դա նորմալ է, որ մենք օրհնություն ենք խնդրում, մենք ուզում ենք, որ Աստված մեզ օրհնի, շատ օրհնի, բայց կա մի խնդիր, այսօր մի խնդրի մասին եմ ուզում խոսամ, որ շատ թե քիչ ամեն մարդու մեջ կա, եւ այս խնդիրը ինքը գոյություն ունի եւ առաջանում է մարդու սրտի մեջից։ Եվ այս խնդրին ես այսօր կանրադառնանք, որպեսզի բացահայտենք նրան մեր կյանքում, որպեսզի Աստծո լույսը, այսօրվա խոսքը թող լույս լինի քո կյանքի համար, քո սրտի համար, որպեսզի բացահայտ լինի ամեն ինչ, որովհետև մենք պետքա թույլ տանք Աստծո լույսը բացահայտի ամեն ինչ, որ չբացահայտվի կմնա, իսկ որ մնա խնդիրը կմեծանա։ Գիտեք սատանան ոնց է ինքը աշխատում։ Ինքը որ տեսնում է խնդիրը, մի խնդիրը մնաց մարդու կյանքի մեջ։ Ինքը ասում է, մարդը չկարողացավ էսի հանի, չբացահայտվեց։ Ավելի շատ դնեմ հայերեն ոնց է, դեժուրնիներ, ախրանա դնեմ, որպեսզի ավելի պահպանեն այս խնդիրը, ավելի երկար մնա այս խնդիրը։ Ինչքան շատ երկար է մարդու կյանքում մնում խնդիրը, այնքան շատ ապականվում է մարդը։ Խնդիրը դա ես ասում եմ սատանայի գործը։ Եվ ես այսօր ուզում եմ խոսամ գոռոզությունից, հպարտությունից։ Այս բառը որ լսեցիք, ինձ թվում է ոմանք ասեցին, դա իմ մասին չէ, միգուցե մի ուրիշի մասին է, բայց ասեմ, էսի իմ մասին է։ Այս քարոզը իմ համար է, քո համար է, բոլորիս համար է։ Որովհետև գիտեք, գոռոզությունը դա մի վիճակ է, որը որ ուզես թե չուզես, ինքը գալիս է ու ինքը կա։ Իրան մենակ մի ձև կա սսկացնելու, այսօր մենք կհասկանանք խոսքից։ Բայց ուզենք թե չուզենք, շատ թե քիչ ամեն մի մարդու մեջ դա արտահայտվում է։ Բայց գիտեք, հարցը այնա, որ գոռոզությունը ինքը թաքնված մեղ կա։ Ինքը սկի չի թույլ տալի, որպեսզի մարդը ինքը անգամ հասկանա, որ ինքը ունի այդ խնդիրը իր մեջ։ Հիսուսը ինչ որ խոսում է, ինքը օրենքներ է խոսում։ Հավատում եք, որ Աստված երբ որ իր բերանից խոսք է խոսում, դա այո եւ ամեն է։ Դա նշանակում է հոգևոր աշխարհում եւ ոչ միակ հոգևոր աշխարհում, ամբողջ տիեզերքի համար Աստծո խոսացած խոսքը օրենք է։
Եվ այս օրենքը խախտող ինչ կլինի, կընկնի։ Եթե դու ձգողականության ուժի օրենքը խախտես, կընկնես։ Վերջ, օրենք կա ֆիզիկական։ Նույնն էլ կա հոգևոր օրենք, որ դրել է Աստված, որ Տերն է դրել այդ օրենքները, եւ այդ օրենքներն մենք չենք կարող խախտենք։ Եթե Տերը մի բան ասում է, ուրեմն դա շատ լուրջ է։ Միգուցե դու միանգամից դա քո կյանքում չես նկատում, չես զգում, չես տեսնում, բայց անպայման ժամանակի ընթացքում կտեսնես։ Հետո էլ կասես ինչի։ Եկեք մի խոսք կարդանք Մատթեոս 23:12-ից կսկսեմ։ Ով որ իր անձը բարձրացնի, խոնարհվի։ Օրենք է։ Հոգևոր օրենք։ Գրված է. ով որ իր անձը բարձրացնի, նա կխոնարհվի, եւ որ իր անձը խոնարհեցնի, նա կբարձրանա։ Աստված օրենք է դրել։ Հիմա մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք Հիսուսի խոսքին, որտեղ այս օրենքը գործելու է։ Սա ոչ թե կարծիք է ինքը հայտնում, այս է խոսում է, որ սա օրենք է։ Օրենքը գործում է անկախ նրանից մարդը դրան հավատում է, թե ոչ։ Բարձրացնում ես քեզ, խոնարհվելու ես։ Խոնարհվես, կբարձրացնեմ։ Տեսեք, եթե դու այս աշխարհում քեզ ուզում ես բարձրացնես, քեզ ինչ-որ բանի տեղ ես դնում, դու ինքդ ես քեզ դնում այդ մարդու տեղը, դու ինքդ ես քեզ բարձրացնում, Աստծու աչքերին դա գարշելի է։ Իրականում Աստծու աչքերին գարշելի է այն, ով որ իրան բարձրացնում է։ Շատ անգամ դու կարող ես լսես քո ծանոթից, հարազատից, բարեկամից, կողքի ընկերներից բան, որ կգան քեզ կբարձրացնեն։ Դու գիտես, դու ամենալավն ես, դու ուրիշ ես, դու սենց, դու նենց, գիտես, զգուշ եղի, դու ինքդ քեզ չբարձրացնես։ Մի հատ բարձրություն կա, որ այդ բարձրությունը ապահով տեղ է։ Մի հատ բարձրություն կա։ Դա Աստծու լերն է, Աստծու սարն է, որտեղ որ պետքա կանգուն մնանք, եւ Տիրոջ կամքն է, որ մեզի բարձրացնի այդտեղ։ Գիտես, մարդկային բարձրությունները, որ մարդիկ են իրանց բարձրացնում, իրանք իրանց պլատֆորմաների վրա են իրանց բարձրացնում։ Ու դրանք շատ նեղ փոքր ինչ-որ տեղեր են, որ դու ուզում ես քեզ բարձրացնես։ Եվ դա Աստծու աչքերին եմ ասում, գարշելի է, բայց էլի ես գիտեմ, որ մենք ստեղծված ենք Աստծուց ու այս գիտակցությունը ու այս ցանկությունը բոլորի մեջ կա բարձրունքի, բայց Հիսուսը ինքը ուզում է քեզ բարձրացնի իր մոտ, իր լեռան վրա։ Բայց դրա համար, որպեսզի Հիսուսը քեզ բարձրացնի այնտեղ, որտեղ որ ինքն է, մենք պետք է ստեղ խոնարհվենք։ Մենք այսօր կնայենք, թե ինչ է իշնելը, ինչ է բարձրանալը, ոնց դա Հիսուսը արեց եւ ուր հասավ Հիսուսը, նոր մենք երգ ենք երգում։ Իր անուն, որ բարձր է ամենից։ Գիտեք այդ անունը ով տվեց։ Աստված տվեց Հիսուսին, Հայրը տվեց Հիսուսին այդ անունը, որտեղ նա խոնարհվեց։ Առաջին մեղքը, որ ընդհանրապես սկսվել է ամբողջ տիեզերքում, դա սկսվել է գոռոզությունից։ Սուրբ Գիրքը բացահայտում է ինչ։ Եսայան ինչ է խոսում։ Ես ամբողջը չեմ կարդա, որպեսզի մի քիչ ժամանակ խնայենք։ Եսայա 14-րդ գլխում 13-ից 14 խոսում է, ինքը նկարագրում է սատանային։ Լուցիֆերին, երբ որ նա ասում է, ես կբարձրանամ, ես կդնեմ, ես կլինեմ բարձր։ Այսինքն արդեն գոռոզություն է դա, երբ որ մարդ խոսում է, երբ որ անձը խոսում է, ես կբարձրանամ, ես կդնեմ, ես կլինեմ բարձրալի նման։ Ինքը էս է խոսում, ես կլինեմ բարձրալի նման։ Գիտեք, ամենաառաջին մեղքը, որ սկսվեց, դա հենց գոռոզությունից եկավ, որովհետև գոռոզությունը հենց սկսվեց, ուշադիր եղեք, այն վայրում, այն սրտի մեջ, որը որ օծված էր։ Օծված սրտի մեջից։ Կարող եք պատկերացնել։ Մի օծյալ, որը որ Տիրոջը փառք է տալիս, փառաբանում է առավոտից երեկո, բայց հանկարծ նրա սրտի մեջ ծնվեց գոռոզություն։ Եվ հանկարծ նա ցանկացավ լինել իր ստեղծողի նման, բարձր լինել, ու ինքը իր սրտի մեջ խոսած, ես կբարձրանամ, ես կդնեմ իմ դիրքը, ես այս կանեմ, ես այն կանեմ։ Նման է, չէ՞, որ ասենք, այսօր շատ են տենց խոսում, որ գնում են հարց, ասում են, որ գնաց հարց, քո դիրքը մի անգամից կդնես, որ հանգարց կիսուրդ չնստի գլխիդ։
Հասկանում եք, դրանք սա սատանայական բաներ է, դրանք օթից հոչ եկավ, այդ խոսակցությունները։ Սկզբից այս ամեն ինչը սկսվել է սատանայի սրտի մեջ։ Քո դիրքը կդնես, քո ձևը կդնես, բոլորին կասես, թե դու ով ես։ Սիրելիներս, այս ամեն ինչ էլի եմ ասում, սկսվել է, սկիզբը առել սատանայի սրտի մեջից, դա դեռ սատանա չէր, բայց երբ որ ինքը սկիզբ առավ այս գոռոզությունը, դա մի սիրտ էր, Լուցիֆերի սիրտն էր, հայերեն ասած Արուսյակի, հա։ Իր սիրտն էր, ու այդտեղ առաջացավ այդ ամենը եւ նա դառավ սատանա, նա դառավ ապստամբ Աստծու դիմաց։ Եվ այս սկիզբը, այս վիճակը այսօր տարածված է ամբողջ աշխարհով մեկ։ Նաև շատ թեքիչ մեր մեջ, ես հեսա մի քանի սիմպտոմներ կխոսեմ, դուք կզգաք, որ դա մեր մեջ էլ կա։ Որից որ պետքա զգուշանանք, որպեսզի չընկնենք։ Որտեվ այս սիմպտոմները, այս գոռոզության հոգին, գոռոզության վիճակը քեզի թույլ է տալի, որ դու քո բարձրունքների վրա այսպես բարձրանաս, քայլես, քեզ ինչ-որ բանի տեղ դնելով։ Ու դա շատ վտանգավոր է։ Գիտեք, այս մեղքը ինքը գողություն չի, սպանություն չի, սա մի կեցվածք է։ Ոնց անվանեմ։ Սա մի կեցվածք է, մի վիճակ է, որը որ չի համապատասխանում Աստծո ստեղծագործությանը։ Ասում են, որտեղից մեղքը։ Աստված ստեղծեց մեղքին, Աստված ստեղծեց մեղավորին։ Ոչ, մեղքը Աստվածաշունչը ցույց է տալի, որտեղից ծնվեց։ Օծյալ սրտի մեջից։ Երբ որ մարդ, այսինքն հրեշտակը ցանկացավ ունենալ այն, ինչ որ իրան տված չէր։ Մենք եկեք միշտ իմանանք ու հասկանանք, որ մենք արարվածներ ենք, մենք ստեղծված ենք, մեզ ստեղծել է Աստված, ուզենք թե չուզենք, եկեք այս փաստի հետ հաշիվ նստենք, սա փաստ է, ես ինչ չեմ ստեղծել, իմ պապան, իմ մաման ինչ չեն ստեղծել, կա արարիչ, կա Աստված, իմ պապան, իմ մաման սկի իմ սիրտը չէին կարա ստեղծեն, կամ իմ մատը սկի չէին կարա ստեղծեն, կամ իմ միտքը չէին կարա ստեղծեն, կամ իմ խիղճը չէին կարա, ոչ մի բան չէին կարա ստեղծեն։ Կա արարիչ, որը մեզ ստեղծել է։ Եվ այս արարիչը ուզում է, որպեսզի դու նմանվես իրան, ոչ թե սատանային, որտեղ ինչ որ սատանայի մեջ ծնվել է, այսօր տարածվել է աշխարհում, այլ դու իրան նմանվես։ Տեսեք, ինչ է գրած։ Եզեկիա 28:17, Եզեկիա մարգարեն էլ է մարգարեանում, խոսում է Արուսյակի մասին, դա հենց այդ ընկած հրեշտակն է, որի անունը սատանա է, որը սատանա դառավ։ Տեսեք ինչ ասում, քո սիրտը գոռոզացավ քո գեղեցկության պատճառով։ Գիտեք, եկեք հասկանանք, գեղեցկությունը լավ է թե վատ է։ Լավ է։ Բախի պատճառ հանդիսացավ։ Գիտեք, բայց մենք պետք է միշտ հասկանանք, եթե քո մեջ ինչ-որ լավ բան կա, միշտ իմացի, որ դա քեզ Աստված է տվել։ Եթե դու ունես գեղեցիկ սիրտ, դու կարաս եկեղեցում ամենահաճելին լինես։ Դու կարաս իրականում ամենահաճելին լինես, ամենագեղեցիկը լինես, ամենա լինես քո տարածաշրջանում։ Գիտես, դա լավ է, բայց իմացի, որ դա քո սեփականությունը չի։ Դա քեզ Աստված է տվել։ Ու դրա համար պետք է Աստծուն փառք տալ ամեն ժամանակ։ Գիտես, երբ որ մարդը դադարում է Աստծուն փառք բարձրացնել, գիտեք ինչ է կատարում։ Սատանան սկսում է աշխատել քո մեջ։ Դու, ինքը որ ասում է դու էլ ասում ես, ես, ու գիտեք ինչ է լինում, գոռոզությունը սկսում է աճել մարդու մեջ։ Եվ երբ որ աճում է գոռոզությունը մարդու մեջ, Աստված սկսում է հեռանալ մարդուց։ Դրա համար եկեք շատ զգուշ ու ուշադիր լինենք, չասենք մենք եկեղեցի ենք գնում գալիս, մենք ծառայում, եթե Արուսյակը, որ Աստծու դիմաց կանգնած հրեշտակ է, որ իրան փառաբանում էր առավոտից երեկո, այս բանը եղավ իր հետ, կարա յուրաքանչյուր մարդու հետ լինի։
Համար եկեք շատ զգուշ լինենք սրա հետ։ Այսօրվա քարոզը Տերը ուզում է, որպեսզի այս վիճակը ընդհանրապես չլինի մեր կյանքում, որտեղ սա ամենախանգարող բանն է։ Այսօր այս վիճակի պատճառով, այս գոռոզության, հպարտության պատճառով եկեղեցիներ են բաժանվում։ Եկեղեցիներից մարդիկ դուրս են գալիս, գնում են։ Իրար չեն հասկանում, իրար չեն լսում, իրար չեն ներում, որովհետև ամբողջ սատանայական բոլոր չներելը, բոլոր մեղքերը, ամեն ինչ եթե վերցնենք, նախանձությունը եւ այլ, որ ամեն ինչը վերցնենք, սա սկիզբ է առնում գոռոզությունից։ Ինչու գոռոզություն? Սատանան ուզեցավ լինի Աստված։ Եվ նա իր ցանկությունը, որ տեսավ ինքը ընկավ, բայց Աստված մի նոր մարդ ստեղծեց, Ադամ ստեղծեց, մի նոր մարդ, որը պատրաստված էր, ստեղծված էր հողից ու փոշուց, բայց միևնույն ժամանակ իր հոգուց։ Երկու բան միացրեց Աստված, ամենաբարձր իր հոգին եւ ամենացածր հող ու փոշին միացրեց իրար, Աստված ստեղծեց մի մարդ։ Գիտեք ինչի, որ մարդ իմանա, որ Աստված իրան սիրում է, ու Աստված իրան ուզում է բարձրացնել, բայց միևնույն ժամանակ ինքը հող ու փոշի է։ Միևնույն ժամանակ եկեք չմոռանանք, որ մենք հող ու փոշի ենք։ Պատմության ժամանակ կար մի ամենահզոր թագավորը, Նավուխադանոսոր թագավորը, որ գոռոզացավ։ Ինքը ուներ ամենամեծ իմպերիան, ամենամեծ կայսրությունը, որը սկսվում էր Հնդկաստանի մինչև Եգիպտոս, պատկերացնում եք ինչ մեծ տարածքներ է։ Եվ երբ որ ինքն էլ մի հատ երազ տեսավ մի մեծ ծառ, որտեղ աշխարհի բոլոր թռչունները այդ ծառից հովից էին օգտվում, այդ ծառից էին օգտվում, ու իրան ասեցին՝ դա դու ես, կամ էլ այն մյուս երազից, որ ես ոսկի գլուխը դու ես, ինքը գոռոզացավ։ Բայց Դանիելը իրան ասեց չգոռոզանաս հանգարց, որտեղ այդ ծառը կտրելու են մենակ քոքն են թողելու։ Բայց ինքը գոռոզացավ։ Եվ Աստված ցույց տվեց այս մարդուն, ումից էր դու ես ամեն ինչը ստացել։ Դա լավ է, դա սիրուն է, որ դու ոսկի ես, որ դու ինչ որ մեծ գործեր կարաս անես, որ շատերին ամբողջ աշխարհին բարիք լինի, դա նորմալ էր։ Դա լավ էր Աստծո աչքերին, Նավուխադանոսորի գործը։ Բայց ինքը կարծեց, որ դա ինքն է հենց։ Գիտես, ամեն բարի բան Աստծուց է։ Մենք կարանք դրանից օգտվենք։ Մենք կարանք լավը զգանք ու Աստծուն փառք տանք։ Ես կարամ ինձ լավ զգամ, Աստծուն փառք տամ, Տեր, որ դու իմ միջոցով կարաս օգնես մեկին, որ դու իմ միջոցով կարաս բարիք անես մեկին։ Բայց ես կարամ ասենք ուրիշ ձև մտածեմ, ես առավոտից իրիկուն վազեմ, նրան օգնեմ, բարի գործեր անեմ ու ասեմ ես եմ անում։ Զանգեմ բարձր տեղեր հայտարարեմ, գիտեք ես ինչեր եմ անում։ Դա նշանակում է դու բարձրացնում ես։ Մարդիկ էլ հավատում են, ասում են ինչ լավ է որ անում ես։ Արի քեզ բարձրացնենք, արի քեզ պաշտոն տան, ուտեղ գալիս է գոռոզությունը։ Գիտեք, մենք պետքա թույլ տանք, որպեսզի Տերը մեզ բարձրացնի։ Ինքը գիտի, որ մենք ուզում ենք բարձրանանք։ Ինքը գիտի, որ այդ ցանկությունը մարդու սրտի մեջ դրված է։ Մի անգամ մեր փիլիսոփայի դասատուն ասեց, ով կարա ասի, մարդը ամենաշատը ինչա ցանկանում։ Բոլորը ասեցին գումար։ Ասեց ոչ։ Ամենաշատը մարդը ցանկանում է հասնի բարձունքներին։ Էս է մարդու ամենաառաջի ցանկությունը, ուզեք թե չուզեք, էսի հետազոտված գիտությունը համ այս աշխարհում համ Տերն է խոսում։ Բայց մենք մի լեր ունենք, մի տեղ ունենք, որտեղ որ պետքա տանի մեզ Տերը։ Գիտեք խենք ընկնում մեկ-մեկ խնդիրների մեջ։ Որտեղ որ դու ընկնում ես խնդիրների մեջ, դա նշանակում է դու իջար, դու ընկար։ Եվ դու սկսում ես բարձրանալ, դու ամեն ինչ անում ես, որպեսզի բարձրանաս այդ խնդիրից։ Դա ինստինկտ է դրված մարդու մեջ, բնականից, որ մարդ միշտ պետք է ուզենա բարձրանա։ Բայց երբ որ դու չես կարող ելքը գտնես բարձրանաս, ո՞վ է քեզ բարձրացնում։ Տերը։ Ինչքան է եղել քո կյանքում, երբ որ դու ինքնուրույն բարձրացել ես ընկածը տեղից, բայց հետո ընկել ես էլի նույն տեղը։
Բարձրացել ես, բայց հետո ընկել ես էլի նույն տեղը։ Գիտեք, մինչև իմ ապաշխարելը ես անընդհատ երևի շաբաթը մի երկու անգամ նույն երազը տեսնում էի։ Անդամ ինչ որ մի բարձր տեղից ընկնում եմ։ Ո՞վ է տեսել տենց երազներ։ Որ ինչ որ մի բարձր տեղից ընկնում ես։ Ու սենց քրտինքով արթնանում ես, ասում ես, «Էս ինչ էր»։ Ես արդեն վախենում էի քնել գիշերները։ Ասում եմ, հիմա քնեմ, էլի ես երազը տեսնելու եմ։ Այնքան ռեալ էր, վախենալու էր այս երազները արդեն։ Գիտեք, բայց որ ապաշխարեցի, էլ այդ երազները չտեսա։ Էլ այդ երազները չտեսա ես։ Հետո անցավ իմ ապաշխարությունից անցավ երևի մի քանի տարի, մի անգամ ես եւս տեսա ասենց երազ։ Արդեն Հիսուսի մեջ ապաշխարած, բայց մի անգամ էլի տեսա այդ երազից, որ ես ասենց բարձրացա, բայց այնքան նեղ էր իմ ստեղծած բարձրունքները, ու այնտեղից էլի վայր ընկա։ Ես արթնացա, ասում եմ, Տեր, ինչի, էս ինչ էր։ Չէ որ ես ապաշխարել եմ, չէ որ ես էլ չպետք է ընկնի, ես ախր քո մեջ եմ։ Գիտեք, Տերը մի բան ինձ տվեց հասկանալ։ Դու գոռոզացար։ Գիտեք, ժամանակ էր եկել, երբ որ ես արդեն ծառայում էի, Աստվածաշնչյան դպրոցը ավարտել էի, քարոզում էի, ես դեռ հովիվ չէի, բայց խոսում էի, քարոզում էի եկեղեցում։ Եվ մարդիկ սկսել էին ինձ հովիվ ասել։ Չնայած ես հովիվ չէի։ Իմ հովիվն է մոտիկացավ, ասում է, զգուշ եղի, հա, դու հովիվ չես։ Ասում եմ, հա, ես մարդկանց կասեմ, որ ես հովիվ չեմ։ Իսկ հետո ես գոռոզացա, ես հասկացա, որտե ես գոռոզացա։ Ոնց թե հովիվ չեմ։ Ես քեզանից լավ եմ քարոզում։ Գիտեք, սա գոռոզություն է։ Ու գիշերը ես երազից ընկա։ Տերը ցույց տվեց, որ սա քո գոռոզությունն էր։ Հետո ես հասկացա, որ այս Հիսուս Քրիստոսի ասած խոսքը, որ սա օրենք է, եթե քեզ բարձրացնես, ընկնելու ես։ Գիտեք, ես իմաստուն գտնվեցի ու սկսեցի ճիշտ վարվել։ Ապաշխարեցի նախ առաջինը, ու ես ինքս ինձ սկսեցի խոնարհացնել։ Գիտես, մի թույլ տուր, որպեսզի Աստված քեզ խոնարհացնի։ Մի թույլ տուր, որպեսզի հասնես ինչ-որ քո ստեղծած բարձունքներին, քո եսին, ու հետո ընկնես։ Որտեվ Աստված թույլ է տալու, որպեսզի դու ընկնես, դա օրենք է։ Կարող է սիգարետը ցույց է տալի մեղք է, չէ՞ էլի, որ ես քո մեջ եմ, ես քեզ հրաման եմ տալի, դու գնում ծխում ես ու դու հասկանում ես, որ ես ծխող եմ, օրինակ։ Կամ գողցող մարդը։ Միտք է գալի, չի կարող ազատվի, գողանում է։ Ու ինքը լավ հասկանում է, դա թաքնված մեղք չի, իր համար հայտնի է դա։ Եվ այլ տարբեր մեղքեր կան։ Բայց այս մեղքի տեսակը, այս առաջին մեղքի տեսակը, սա թաքնված է քո սրտում։ Դու սկի չես էլ մտածում, որ հիմա այս քարոզը քո մասին է։ Մարդը կարող է ասել, ես չեմ հպարտանում։ Էդի ես չեմ, ես իմ մասին չի։ Ես վատ մարդ չեմ։ Բոլորս է կարանք ասենք, ես ուրիշներից վատը չեմ, բայց հպարտությունը ստիպում է լինել ոչ անկեղծ ինքդ քեզ հետ։ Պետք չի նայել, թե ով է շատ մեղ գործում, ով է քիչ մեղ գործում, ով է շատ նախանձ, ով է քիչ գոռոզ։ Եկեք ամեն մեկս մեր համար մեր սիրտը Աստծուն հանձնենք, որտեղ մենք ամեն մեկս մի անձ ենք, որը որ շատ թանկ է Աստծու համար։ Երբ ես դու վերջին անգամ Աստծուն խնդրել, Տեր, քնի իմ սիրտը, ինչ է իմ սրտի մեջ։ Շատ հաճախ այս հարցը Աստծուն տվեք։ Տեր, ինչ ես իմ մեջ տեսնում։ Եթե գոռոզություն ունեմ, Տեր, հանի այդ իմ մեջից, օգնի։ Գիտես, երբ որ դու այդ աղոթք անես, միգուցե ինչ որ վատ վիճակներ սկսվի քո կյանքում։ Հետո լասես խի աղոթեցի։ Բայց ավելի լավ այդ վատ վիճակները սկսվի անցնես դու էդի, քան թե դա մնա քո կյանքում, որտեվ դա քեզ ապականություն է տանելու, դա քեզ անդադ իջացնելու է։ Գիտեք, սա խանգարում է Տիրոջ աշխատանքին քո հետ, որտեվ Տերը մեկ նպատակ ունի, քեզ բարձրացնի։ Բայց մարդը շատ ժամանակ ասում է, չէ, ես ինքս ինձ կբարձրացնեմ, ես կարամ, ես ինքս ինձ։ Գիտեք, այդ ժամանակ Տերը չի կարողանում։ Տեսեք խեղդվող մարդ։ Եվ որ
ջրի մեջ խեղդվում է, ուզում ես իրան փրկես, բայց ինքը միշտ sense խփում է ձեռներով, քաշքշում է, ինչ որ բաներ անում, ուզում է ինքնուրույն ինչ որ բաներ անի։ Մի հատ ֆիլմ էի դիտում, մեկը խեղդվում էր, իսկ փրկարը պետքա գնար փրկեր, ասում է խեղդվում ախր շուշուտ արա գնա փրկի, ասում է սպասի, թող խեղդվի նոր կփրկեմ։ Խեղդվում բրծնում է նոր է փրկում։ Եկեք Տիրոջ ձեռքերի մեջ իրականում հանգիստ լինենք։ Եկեք Տիրոջ ձեռքերի մեջ վստահենք մեր կյանքը, մեր սիրտը։ Բայց որպեսզի Աստված աշխատանք անի քո կյանքի մեջ, դու պետք է լինես խոնար, դու ինքդ քեզ պետք է խոնարհացնես։ Դու կասես, ես խոնար եմ, ես Աստծո խոսքը սիրում եմ, լսում եմ, ես Աստծուն լսում եմ, ես Աստծուն խոնար եմ։ Բայց եթե դու մարդկանց չես կարող խոնար լինես, դու Աստծուն էլ չես կարող խոնար լինես։ Եթե դու մարդուն չես կարող ենթակա լինես, դու Աստծուն էլ չես կարող ենթակա լինես։ Եթե դու մարդուն չկարողանաս սիրես, դու Աստծուն էլ չես կարող սիրես։ Այստեղ մենք պետք է տեսնենք մեր խոնարհությունը, իրականում մենք խոնար ենք, թե ոչ։ Ու եկեք այս ստին չհավատանք, որը որ սատանան է ցանում մարդու մտքի մեջ։ Ես Աստծուն խոնար եմ, ես Աստծուն լսում եմ, բայց մարդուն չէ։ Միգուցե քո տնօրենը, քո շեֆը, որտեղ որ դու աշխատում ես, միգուցե ինչ-որ մի բան է, մի հրաման է քեզ տալիս։ Իրոք սրտի խոնարհությունով ես դու կատարում դա, թե պարտադրված ես կատարում, որ փողը չկտրվի։ Այսպես բաների մեջ, գիտեք, մենք պետք է փորձենք մեր սիրտը, որտեղ դա շատ կարևոր է։ Դա շատ կարևոր է, դրանից կախված է քո օրհնությունը։ Դրանից կախված է քո սրտի վիճակը, որտեղ Աստված գործ է անում եւ Աստված ապրում է քո սրտի մեջ։ Եթե մարդը միշտ արդարանում է, եթե մեղքը միշտ ուրիշներն են, մեղավորները, սա գոռոզության նշան է։ Պատահում է քո հետ, որ դու միշտ արդարանում ես։ Բոլոր վիճակների մեջ բոլորը մեղավոր են, կամ ինչ-որ մեկն է մեղավոր, ոչ դու, բայց ոչ դու։ Եթե սենց բան կա, դա գոռոզության սիմպտոմ է։ Սաղմոս 51:17-ը կկարդամ։ Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնար սիրտը։ Գիտեք, Աստված ամենամեծ զոհը, որ քեզանից ուզում է, մեր եղբայրը զոհից խոսած, 10-անորդից, դրանք ամեն ինչը զոհաբերություններ են։ Դու կարաս քո ֆինանսը զոհաբերես, դա նորմալ է, եւ դա էլի քո սիրտն է, քո սրտի դիրքն է ցույց տալի Տիրոջը, թե ինչքան ես դու վստահում Տիրոջը։ Դու կարաս քո ժամանակը, քո ծառայությունը, բայց ամենամեծ զոհը, որ Աստված ուզում է, մարդուց սպասում է, մարդուց ամենամեծը, ամենաբարձրը, դա քո խոնար սիրտն է։ Դա քո խոնար սիրտն է, երբ որ դու գալիս ես Հիսուսին խոնարհությամբ։ Գիտես խի, որտեվ Աստված հենց խոնար սրտի հետ է կարում աշխատի։ Պատկերացրեք, դու կավագործես ու քեզ կավ են տվել։ Շատ չոր կավ են տվել, որ չես կարող աշխատես հետը։ Կամ տվել են փափուկ կավ, որի հետ կարաս աշխատես եւ անես այն, ինչ որ դու ես ուզում։ Տենց էլ Աստված մեր սրտերի հետ աշխատում է, երբ որ մեր սիրտը խոնար է, փափուկ է, Աստված մեր սրտի նենց է մշակում, որ լինի իր կամքով, իսկ իր կամքը միշտ բարի է։ Գիտես, դու կհիանաս, երբ որ դու խոնարանաս, միշտ քեզ խոնար պահես, դու կհիանաս, թե Տերը ինչ աշխատանքներ է քո հետ անում։ Էսի միշտ հիշի, ամենամեծ զոհը, որ դու կարաս Աստծուն անես, քո կյանքում, դա քո խոնարհությունն է, դա քո խոնար սիրտն է։ Այդ ամենամեծ ընդունելի զոհն է Աստծուն։ Առաջին եկեք սկսենք դրանից։ Առաջի զոհը թող մեր կյանքում, որ մենք Տիրոջը ուզում ենք տանք, ասենք Տեր, հեսա քեզ եմ տալիս էսի։ Դա քո սիրտն է, դա քո խոնար սիրտն է։ Որովհետև խոնար սիրտը ընդունում է Աստծո խոսքը եւ ամեն խոսքին ասում է այո Տեր, ճիշտ ես Տեր։ Գուցե ինչ-որ մեկը ինձ խրատում է։
Միգուցե ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ եմ մտել։ Գիտեք, պետք չի արագ լինել պաշտպանել քեզ։ Պետք չի արագ լինել ու մեղավորներ փնտրել ինչ-որ մեկի մեջ։ Մեղքը կա ամեն տեղ, գրված է, այս աշխարհը մեղքի մեջ է։ Նաև քո մեջ։ Նաև դու կարաս լինես այդ նույն մեղավորը։ Բայց հենց այս վատ մեղքը, այս վատ վիճակը, այս գոռոզությունը ինքդ չի թույլ տալիս, որպեսզի դու տեսնես ինքդ քո մեջ։ Ինքը կուրացնում է քո աչքերը, որ տեսնես քո մեջ, ինքդ քո մեջ։ Որտեղ երբ որ դու ինքդ քո մեջ տեսնես, նայես, դու ինքդ քեզ հասկանաս, դու Աստծուն էլ կհասկանաս։ Դու Աստծուց կուզենաս այն ինչ որ Աստված ուզում է քեզ տա։ Դու Աստծուց առաջնահերթ չես ուզենա այն ինչ որ դու ես ուզում քո կյանքում։ Օրհնիր ինձ Տեր, ես ուզում եմ միշտ օրհնված լինեմ, այս լինեմ, առողջ լինեմ եւ այլ եւ այլ եւ այլ։ Շատ ենք բան ուզում, լավ ենք անում։ Բայց Աստված ասում է՝ զոհ արա ինձի։ Առաջի զոհը քո խոնարհությունը, քո խոնար սիրտը տուր ինձ։ Ես սկսեմ քո հետ աշխատեմ, որ ես սկսեմ քո հետ աշխատեմ, ես կլինեմ քո սրտի մեջ, ես կլինեմ քո հետ։ Եվ եթե ես քո հետ լինեմ, քո մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Սիրելիս, քո հետ ամեն ինչ լավ է լինելու, որտեղ ես եմ, այնտեղ օրհնություն կա։ Հովսեփին գցեցին էլ բերդ, էլ բանտ, էլ փոս, ուր էլ գցեցին գրված է Աստծո հոգին իր հետ էր։ Բերդում գրած է ինքը իրան լավ էր զգում։ Փոսում ինքը ճիշտ է լացում էր, բայց ինքը գիտեր ինքը ով է։ Որովհետև մինչև իր փոսը գցել Աստված իրան ինչ էր ցույց տվել։ Մի երաս, որ ինքը կայացած մարդ է, ինքը դրանով ապրում էր։ Աստված միշտ իր հետ էր։ Աստված մեզ սուրբ է անվանում։ Ինչու՞, որովհետև ինքը ժամանակների մեջ տեսնում է քեզ փրկված եւ սուրբ։ Եվ մենք պետք է այս դիրքից ելնելով ապրենք։ Մենք սուրբ ենք, մենք արդար ենք, Աստված է մեզ արդարացրել։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք եւ ասենք ոչ մի խնդիր չունենք։ Ասում է տղես, դու սուրբ ես, դա նշանակում է դու իմ տղեն ես։ Բայց բալես դու դեռ խնդիրներ ունես։ Դու իմն ես։ Դու իմ տնից ես։ Դու իմ տան մեջ տեղ ունես, բայց դու դեռ խնդիրներ ունես։ Արի աշխատենք։ Խրատը, երբ որ խրատում են քեզ, դու վիրավորվում ես։ Լինում է վիրավորվում ենք, լինում է քիչ ենք վիրավորվում, լինում է չենք վիրավորվում, լինում է շատ ենք վիրավորվում, բայց լինում է։ Գիտես, դա սիմպտոմ է, որ կա գոռոզություն։ Եթե խրատը բարկացնում է քեզ, ոչ թե բուժում է, դա հպարտություն է, դա հպարտության սիմպտոմ է։ Առակաց 12:1 կկարդամ։ Խրատ սիրողը գիտություն է սիրում, բայց հանդիմանություն ատողը անխելք է։ Երբ որ խրատում են, խելացի մարդը, խոնարհ մարդը, գիտեք ինչ ասում։ Ահա ասում է, այսօր մի քիչ ավելի շատ գիտություն կունենամ։ Ինձ խրատում են։ Ես ավելի խելացի կլինեմ, ես ավելի կուղեմ իմ ճանապարհը, ես ավելի մի բան կփոխվի իմ մեջ։ Բայց երբ որ այս ամեն ինչը անարգում ենք, գրված անխելք ես, խելք չունես։ Ինչի համար է մարդ դառնում անխելք։ Էլի պատճառը, որ գանք տեսնենք, էլի գոռոզության պատճառով։ Եվ թող բոլոր անխելքները իմանան, որ ձեր անխելքության պատճառը գոռոզությունն է։ Ես ոչ մեկի նկատի չունեմ։ Մեզ վիդեոով են, YouTube-ով են նայում, կարող է շատ անխելք մարդիկ լինեն։ Ինչի ես էլ եմ ժամանակին անխելք եղել։ Եվ հասկացել եմ, որ պատճառը գոռոզությունն է։ Մարդը չի լսում, այլ պաշտպանում է իրան։ Եղել է ձեր կյանքում, խոսում եք, կամ ինչ-որ միտեղ քեզ մեղադրում են, կամ էլի խորհուրդ են տալիս, և դու չես կարողանում լսեմ, միանգամից պաշտպանվում ես։ Քեզ ասում են ախր ճիշտ չէ, էսի սենց չպետք է լինի։ Եկեք կարանք լսենք, չէ՞։ Կարանք լսենք, տեսնենք այս մարդը ինչ է ասում։
Միգուցե հա ես ճիշտ եմ։ Բայց պետք չի պաշտպանվել։ Եթե քեզ մի հատ խորհուրդ տամ, սիրելիս, քեզ քիչ պաշտպանի։ Քեզ ընդհանրապես մի պաշտպանի։ Երբ որ քեզ խրատում են, քեզ խորհուրդ են տալիս, կամ փնովում են անգամ քեզ, կամ ինչ-որ վատաբանում են, քեզ մի պաշտպանի։ Դրա մեջ փնտրի ինչի, դու ինքդ քո մեջ սկսի խոսա, Տեր իմ Աստված, հիմա ինձ խրատում են, հիմա ինձ ասում են, որ ես ինչ-որ մի բանի մեջ ճիշտ չէի։ Հիմա ինձ խորհուրդ են տալի, հիմա ինձ ուզում են ուղղած լինեն։ Տեր, որտեղ է իմ սխալը։ Գիտես, խելացիությունը այնա, որ դու սկսես քո մեջ փնտրել, որտեղ է իմ սխալը։ Որ դու քո մեջ սկսես շտկել, դա քեզ օգուտ կլինի։ Բայց երբ որ դու սկսում ես պաշտպանվես մի անգամից, ոչ մի օգուտ չկա դրա մեջ։ Բացի վնասից։ Բացի վնասից։ Մի ձեզ պաշտպանեք։ Մենք ունենք պաշտպան։ Դու չես կարա քեզ պաշտպանես։ Քո պաշտպանածը քեզ վնասելու է։ Թողեք թող Աստված ձեզ պաշտպանի։ Եթե իրականում դու ճիշտ ես, քո մեջ չկար այդ սխալը, որ դու ինչ-որ մի բան պետք է շտկեր, Աստված ամեն ինչ կհարթի իր տեղը կդնի։ Բայց մի քեզ պաշտպանի, սիրելի, որովհետև երբ որ պաշտպանում ես դու քեզ, դա սիմպտոմ է գոռոզության։ Եվ գոռոզությունը պատճառը հանդիսանում ինչի, պաշտպանում ես դու ինչը, կարա դա լինի մեղք, կարա դա լինի սխալ, որ քո մեջ ապրում է, ինչ որ մեկը քեզ ասում է դու ճիշտ չես։ Եվ քո գոռոզությունը միանգամից պաշտպանում է։ Ինչ է կատարում։ Քո սխալը քո մեջ շարունակում է մնալ։ Ավելի սիրուն չէր լինի, ավելի հիանալի չէր լինի, երբ որ խոնարհվենք, ասենք, ինչի մեջ ճիշտ չէ։ Միգուցե իհարկե ճիշտ չէ։ Միգուցե իրականում ճիշտ չեմ, սխալ եմ արել։ Փոխեմ, շտկեմ ինձ։ Հանեմ այդ սխալը մեջիցս, միտքս փոխեմ, ուրիշ ձև սկսեմ ապրել։ Դա կլինի օգուտ քո կյանքի համար, դա քեզ օգտին կծառայի, որովհետև ինչ արեցիր, խոնարհացրեցիր քեզի։ Չգոռոզացար, չպաշտպանվեցիր։ Հիմա հարց, ամեն մեկը թող ինքը իր մեջ պատասխանի։ Երբ քեզ ուղում են, դու միանգամից պաշտպանվում ես, թե ոչ։ Եթե այո, ուրեմն իմացի, որ գոռոզության սիմպտոմներ կան։ Ինչի է տանում գոռոզությունը մարդուն, ուր է տանում գոռոզությունը։ Հակոբոս 4:6-ում գրած է. Աստված հպարտներին հակառակվում է։ Դուք պատկերացնում եք, սա ինչ վատ վիճակ է։ Սա արդեն սատանան հետդ գործ չունի։ Եվ որ սատանան քո կյանքում գալիս է, իր գործերն անում, իր վատ բաներն անում, դու կարաս աղոթ քանես, դիմես Տիրոջը, խնդրես Տիրոջը, Տերը վերցնի ասատի քեզ, մաքրի քո դաշտը։ Բայց երբ որ Աստված է քեզ հակառակվում, պատկերացնում ես, ում ես աղոթելու, ում ես խնդրելու, ով է քո պաշտպանը, ով է քո ստեր կանգնելու։ Երբ որ հենց Տերը քեզ կհակառակվի։ Ինքը իր խոսքի տերն է։ Ինքը չի նայում մեր սիրուն դեմքերին, ինքը չի նայում անգամ քո ծառայությանը, թե դու ով ես, դու կարաս լինես ամենաօծված հովիվը։ Բայց եթե դու գոռոզացար, հպարտացար, ու Աստված քեզ հակառակվելու է։ Սա կարող է բերի հոգևոր կուրության, որ մարդ սկսի հոգևոր կուրանալ, չտեսնի, չհասկանա ինչ է կատարվում, որտեվ գոռոզությունը կարա կուրացնի։ Գոռոզությունը ունի իր աչքերը, լավ հիշիր։ Ինքը իր աչքերը ունի։ Ինքը նայում է իր եսին, իր օգտին մենակ, իրան լավ լինի։ Գոռոզության հետ մեկտեղ նաև գիտեք ով է քայլում։ Եսասիրությունը, էգոիզմը։ Սրանք իրար հետ են, աղբերներ են, կամ էլ քուր աղբեր են։ Գոռոզությունն ու էգոիզմը։ Ես ինձ։ Ու դրանք ունեն աչքեր, ու դրանք նայում են մենակ իրանց համար լավ լինի։ Եվ դա հենց հոգևոր կուրությունն է։ Գիտես, բայց Աստված մեզ այսօր աչքեր է տալիս,
որպեսզի մենք Հիսուսի աչքերով նայենք։ Եվ նա կարող է բերի անկման, կարող է որն այդ հաստատ բերում է անկման։ Երբ որ դու գոռոզանում ես, գոռոզության սիմպտոմ կա քո մեջ, դու զգում ես, որ կա այդ գոռոզությունը, այդ հարցը չես լուծում, դա բերում է անկման։ Դու ընկնում ես։ Տերը թույլ է տալիս, որպեսզի դու ընկնես։ Խինկա, խիմ հետեսի եղավ, հիշի, որտեղ, հիշի ինչի, պատճառները հիշի։ Ուր է տանում մեզ խոնարհությունը։ Եկեք մի քիչ լավ բաներից խոսանք։ Խոնարհության մասին խոսանք։ Առակաց 22:4 Խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է հարստություն, պատիվ, կյանք։ Տեսեք ինչքան լավ բաներ է։ Խոնարհությունը եւ Տիրոջ երկյուղի վարձքն է։ Այսինքն եթե դու խոնար մարդ ես ու դու Աստծուց վախ ունես, դա քեզ ինչ է բերում? Հարստություն, պատիվ եւ կյանք։ Սիրում ենք այս ամեն ինչը։ Սիրում ես հարստություն։ Ով չի սիրում։ Ով կարող ասի ես փող չեմ սիրում, հարստություն չեմ սիրում։ Ես ոչ թե փողն եմ սիրում, բայց ես սիրում եմ իմ շտեմարանները լինի, որպեսզի պատրաստ լինեմ ամեն բարի գործի համար։ Որտեւ ես իմ համար չեմ ապրում մենակ։ Ինձ դուր է գալի, երբ որ դու լավություն ես անում։ Իսկ թվում է ամեն մեկիս էլ դուր է գալի, երբ որ դու լավ գործ ես անում, դու բարի գործ ես անում։ Այս բարի գործը եթե քո դուրը գալիս է, թող Տերը շտեմարանները լցնի, որպեսզի դու միշտ հարուստ լինես եւ պատրաստ ամեն բարի գործի համար։ Իսկ գոռոզ մարդն էլ է սիրում հարստություն, բայց նա ուրիշ աչքերով է նայում իր հարստությանը։ Նա նայում է, որպեսզի դա իրեն մենակ ծառայի, ինձ լինի, ես լինեմ լավ, ինձ կոմֆորտ բերի սա։ Հարստությունը ամեն դեպքում լավ է, եւ թե դու Աստծու աչքերով ես նայում եւ ունես խոնարհ սիրտ։ Բայց եթե դու գոռոզ ես, այդ հարստությունը ավելի շատ վնաս կբերի քեզ։ Գոռոզ մարդու համար հարստությունը ավելի շատ վնաս կբերի եւ ծուղակ կլինի մարդու համար։ Եվ խոնարհությունը բացում է քեզ այն դուռը, այն ճանապարհը, այն ինչ որ գոռոզությունը փակում է։ Բայց միշտ պետք է իմանաս, որ դու քո ուժերով երբեք ոչ մի բան չես կարող անես։ Ոչ մի բան։ Ինքը սենց տենենց կա։ Պատկերացրեք խավարը։ Հիմա որ մութ սենյակ պատկերացրեք առանց լուսամուտները, լույսը որ անջատենք, այդ խավարը միշտ լինելու է այդտեղ։ Լույսը միացնենք, խավարը չի լինելու։ Լույսը անջատենք, էլի խավարը լինելու է։ Միացնենք, չի լինելու։ Այսինքն նա միշտ կարա գոյանա եւ լինի քո սրտում, երբ որ լույսը անջատվի քո սրտի։ Երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը չլինի քո սրտում, Աստված լույս է։ Աստծո բնություն կամ էություններից մի բանը, որ Աստվածաշունչը խոսում, Աստված լույս է, Աստված սեր է, եւ Աստված լույս է։ Եվ որ Աստված քո սրտում է, քո սրտում լույս է վառվում։ Եվ երբ որ այդ լույսը վառվում է, ամեն բան ցրվում է, ամեն վատ բան ցրվում է։ Դա կարա լինի միտք, դա կարա լինի նախանձ, բայց այսօր խոսում եմ գոռոզությունից։ Ամենամեծ վատ զզվելի մեղքն է կամ վիճակն է, որ սկսվել է սատանայի սրտի մեջ ու այսօր տարածված է եւ գոյություն ունի անգամ այն մարդկանց սրտերի մեջ, որտեղ Աստծո լույսը չի վառվում։ Էլի եմ ասում, մեզ պետք է, որպեսզի մենք ազատ լինենք այդ գոռոզությունից, Աստծո հոգին։ Ուզում ես օրհնված լինես։ Ուզում եք միշտ ինչ աղոթում եք, խնդրում եք Աստծուն, Աստված լսի քո ձայնը։ Աստված միշտ օրհնի քեզի, միշտ բարձրացնի քեզ, դու միշտ բարձրանաս։ Ոչ թե իջնես, միշտ բարձրանաս։ Աստծուն ունեցի մեջդ։ Եվ գոռոզությունը թող կանգնի, թող ցրվի, թող չկարողանա գործողություն ունենա քո մեջ։ Էլի եմ ասում, երբ որ մենք դադարում ենք շփում ունենանք Աստծո հոգու հետ, Սուրբ հոգու հետ, գոռոզությունը ինքը սկսում է հայտնվել էլի։ Գոյանում անա, գոյություն է ունենում քո սրտում։ Շատ թեկից սկսում է ինչ-որ մի անկյունում գոյալ։ Եթե դու լույսը սկսեցիր խավարացնել, քչացնել,
Այնտեղ կարա արդեն մի ինչ-որ անկյուններում սկսի գոռոզությունը հայտնվել քո կյանքում։ Դրա համար թող Աստծո ներկայությունը շատ լինի։ Գրածա մի լցվեք գինով, մի հարբեք գինով, բայց լցվեք Աստծո հոգով։ Խեն մարդիկ գինով լցվում։ Զգացմունքների համար, ճիշտ է, որ զգացմունք ունենան, զգան, հավես է, չէ, մարդկորեն։ Բայց Աստծո խոսքը ասում է, այս զգացմունքից ավելի լավ զգացմունք եմ քեզ տալիս։ Իմ հոգով լցրի։ Վերցրուք սաղմոսներ, երգեք, ուրախացեք Տիրոջ առջև, խոսքը կարդացեք, իմ հոգով լցվեք, ավելի շատ զգացմունքներ ձեզ կտամ։ Գիտեք, այս զգացմունքների ու այս ուրախությունների մեջ, երբ որ դու Սուրբ Հոգով ապրում ես, գոռոզությունը տեղ չի ունենա։ Գոռոզությունը կկանգնի։ Գաղատացիների 5:16, բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկություններ չեք կատարի։ Հոգով գնացեք։ Հիմա ո՞նց, հարց, Տերը հարցին պատասխանում է, հոգով գնացեք։ Ինչքան հեշտ է, չէ՞։ Մեկ-մեկ էս հասարակ, որ սենց այնքան պրակտիկ, հասարակ ու հեշտ ձևի Հիսուսը խոսում է, մեկ-մեկ ասում ենք, չէ, ես չի կարա սենց լինի, պետք է մի ուրիշ ձև լիներ այդ հարցը լուծելու։ Ախպեր, ամենադժվար բանը, որ Հիսուսը արել է, ամենածանր ու դժվար բանը, դա իր խաչն էր, որ բարձրացել է խաչի վրա, խաչի մահով մահացել է, ծեծվել է, ջարդվել է, շատ ծանր է եղել, շատ ծանր է եղել։ Ամենամեծ ծանր գործը, որ արել է։ Ու ինքը այսօր մեզ հեշտ ձևի է տալիս այս ամիջը, նվեր է տալիս։ Ասում է իմ հոգով քայլի, իմ հոգով ապրի, ազատ կլինես։ Ազատ կլինես գոռոզությունից, նախ առաջինը գոռոզությունից, գիտես սիրելի, ամեն ինչ հենց սրանից է սկսվում։ Ամեն ինչը սկսվում է գոռոզությունից։ Որտեվ գոռոզությունը, քեզ գիտես ինչ ասում, դա ամենաառաջին սերմն էր սատանայի, երբ որ ինքը այսպես քցեց Եվայի սրտի մեջ։ Ասես դուք աստվածների նման կլինեք։ Դու Աստծո նման կլինես։ Դու մարդ ես, փոքր ինչ-որ, բայց այդ պտուղը կեր դու կտեսնես աչքերդ կբացվի։ Հենց այդ պտուղը բացեց գոռոզության աչքերը։ Գիտեք, այդ պտուղը պետքա փսխենք հանենք մեր մեջից։ Այդ պտուղի աչքերը, որ բացեց մեր աչքերը, այդ մեղքի պտուղը, այդ սատանայի մեջ, որ ծնվել էր, գիտեք, պետքա լույսով Աստծո կրակով վառվի այդ մեր մեջ։ Եկեք այնքան հասարակ լինենք Հիսուսի նման։ Հիսուսը տեսեք մեզ ցույց է տալի, թե ոնց մենք կարանք ապրենք, ինքն է նույն ձևի մարդ էր, նույն ձևի մարմին ուներ, ոնց որ ես ու դու։ Տկար մարմին, մտքեր իրան էլ էր գալի շատ, բայց ինքը չմեղանչեց։ Եվ գաղտնիքը սրանում է, հայրը միշտ իմ հետ էր, Սուրբ Հոգին միշտ իմ հետ էր։ Յուրաքանչյուր մարմին, որտեղ չլինի Սուրբ Հոգին, մեղքը պատրաստ է։ Գոռոզությունից սկսված ամեն ինչը պատրաստ է այնտեղ, որտեղ որ Աստծուն հակառակ է, Աստված էլ այնտեղ է հակառակ։ Լավ իմացեք։ Մի թույլ տվեք ձեր կյանքում, որպեսզի Աստված ձեզ հակառակվի։ Սա իրականություն է։ Դուք ասես ո՞նց կարա սիրող Աստված։ Աստված խոսք ունի ու օրենք ունի դրած։ Մի թույլ տվեք, որպեսզի Աստված ձեզ հակառակվի։ Դա շատ ցավոտ է։ Դու տեղ չունես էլ աղոթելու։ Ինչ էլ լինի մարդու կյանքում, ինքը գիտի, որ Աստված կա, ինքը կարա աղաղակի դեպի Աստծո եւ փրկությունը ստանա։ Ով կանչի Հիսուսի ձայնը, նա կփրկվի գրածա։ Բայց եթե դու գոռոզ ես, դու գոռոզացել ես, անգամ Հիսուսն է քեզ հակառակվել, ում ես աղոթելու։ Ում անունն ես կանչելու։ Սաղմոս 139:23 Փորձիր ինձ, ով Աստված, ու ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Փորձիր ինձ։ Անկեղծ լինենք, երբ ենք վերջին անգամ ասել Տեր, փորձիր իմ սիրտը։ Փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Քննիր ինձ, Տեր։
Միգուցե բաներ կա, որ ես չեմ հասկանում։ Եվ ես ձեզ հաստատ ասեմ, գոռոզությունը դու ինքդ չես հասկանում։ Նա ունի իր աչքերը, նա չի թույլ տալի, որ դու քո աչքերով մի բան տեսնես։ Նա ունի իր տեսանկյունը, որը ստիպում է մարդուն նայել իր աչքերով։ Կուրացնի մարդուն, թաքնվի մարդու սրտի մեջ, որպեսզի մարդը չնկատի ու չտեսնի։ Աստված տեսնում է։ Բայց Աստված խառնվում է քո սրտի մեջ ու սկսում է գործ անել այն ժամանակ, երբ որ դու նրան թույլ ես տալիս։ Առանց քո թույլտվության Աստված ոչ մի բան չի կարող անի։ Աստված ելի եմ ասում, անցած անգամ այդ քարոզեցի։ Աստված քո թույլտվությունը չի շրջանցի երբեք ու գա քո սիրտ իր աշխատանքը անելու համար։ Ազատագրումը սկսվում է այն ժամանակ, երբ որ մարդ թույլ է տալի Աստծուն։ Որ Աստծո կերպարանքը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանքն առավ, մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ եւ այլեր խաչի մահ։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր էր։ Տեսնում եք Տերը ոնց է աշխատում։ Նայեք Հիսուսին։ Մեր ճանապարհը, մարդու ճանապարհը, եթե դու ուզում ես լինես օրհնված, փրկված, Աստծո արքայության մեջ, սկսած այս աշխարհից, դու քեզ պետքա զգաս Աստծո արքայության մեջ։ Քո սիրտը արդեն պետքա ընտեղ լինի։ Գրածա դուք արդեն նրա մեջ դրված եք երկնքում։ Եթե դու ուզում ես այս երջանկությունը, այս խաղաղությունը, այս ազատությունը ապրես, Հիսուսին եկեք նմանվենք։ Ձևը ցույց է տվել Հիսուսը։ Եկեք կուր չմնանք։ Այս քարոզով Աստված այսօր մեր աչքերը բացում է, նայենք Հիսուսին, վերջում Տերը ցույց է տալիս։ Նայեք Հիսուսին։ Ես ինչքան իրան բարձրացրեցի ու նենց անուն տվեցի, որ վեր է ամեն անուն։ Տերը տերերի, Աստվածն աստվածների, Թագավորը թագավորների։ Ուզում ես թագավոր լինես։ Չասես չէ, ես ուզում եմ, ամեն մեկն է ուզում։ Թո թագավորը թագավորների քեզ թագավոր դարձնի, եթե դու խոնարհ կլինես։ Գիտես, Հիսուսի մոտ բարձրունքներում Աստծո լեռան վրա բարձրանալու ճանապարհը դա իմ ու քո խոնարհությունն է։ Տերը գալիս է խոնարհ սրտի վրա։ Տերը աշխատում է մենակ խոնարհ սրտի մեջ։ Հպարտությանը այսօր ասա ոչ, բայց դու քո ուժերով չես կարա։ Գիտեք, այսօր հարցը այն չի, ով է գոռոզ, շատ գոռոզ, թե քիչ գոռոզ։ Սրանում չի ամբողջ քարոզու հարցը։ Դու Տիրոջը թույլ ես տալիս քո սրտի մեջ աշխատի, թե ոչ։ Ինչքանով ես դու վստահում Տիրոջը քո սիրտը։ Եկեք կանգնենք աղոթքի։